Պետք է սովորել ընդունել սեփական պարտությունը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճապազրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, խոսելով հետընտրական զարգացումներից եւ մասնավորապես Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանի իրականացրած քայլերից։ Ամբողջ նախընտրական քարոզարշավը մեր փաստացի թիվ 1 դիմադիր մրցակիցը վարել շատ քաղաքակիրթ արևմտյան տեխնոլոգիաների լայն կիրառմամբ եւ սա ենթադրում է, որ հետընտրական գործելավոճը նույնպես պետք է լինի այն մշակույթի շրջանակներում, որ այդ տեխնացուն փորձում է ներմուծել Հայաստան։ Ցավալի է, երբ որ հետընտրական զարգացումների մշակույթը կարծես թե կրկնում է նախորդ բոլոր ընտրությունների հետո եղած մշակույթները։ Այն դեպքում, երբ որ արևմտյան մշակույթը ենթադրում է, որ պարտված տեխնացուները առաջինն են զանգվածում եւ շնորհավորում արտասնական։ Մենք ավելի շատ ականատես ենք լինում ոչ թե իշխանության անդիմադիր դաշտում առաջին երկրորդ տեղի դիրքավորումներին, հատկապես հաշվի առնելով երևանյան հալիկ ընտրությունները, որտեղ իրականում եթե Ռաֆֆի Հովհաննիսյանը ժառանգությունը չկարողացավ լուրջ հայտնել, ապա մնացած 4 տարիների ընթացքում միակ քաղաքական հաղթանակը, որ կարողանում է օգտագործել նա խորհրդարանն է, որտեղ նրանք ունեն ընդամենը 3 մանդատ։ Ինչ վերաբերում է նոր կառավարության կազմին եւ հնարավոր կադրային փոփոխություններին, ապա նախարար Աշոտյանի պատասխանը հետեւյալն էր։ Վստահ եմ, որ իշխանության դեմքը փոխվելու է։ Իշխանության մեջ փոխվելու են դեմքեր եւ դա բացարձակ կապ չունի ընտրությունների արդյունքների հետ, այս կամ այն տեղամասում, այս կամ այն մարզում, այս կամ այն քաղաքում։ Կարծում եմ վաղուց հասունացած պահ է, երբ որ այո, որոշակի փոփոխություններ իշխանության դաշտում տեղի կունենան, իշխանության բոլոր այն ճյուղերում, որոնց կազմավորման գործընթացը պայմանավորվում է նոր ընտրություններով, ընտրությունների արդյունքներով եւ հետընտրական նախագահի եւ հետընտրական լիազորություններով։ Սա ակնհայտ է։